եկեք խոսենք այն մասին, որ Փաշինյանը նախ եւ առաջ եկեղեցուն զրկեց հողային իրավունքից, ինչպես նաեւ շողակաթին զրկեց լիցենզիայից, այն դեպքում, երբ մամուլում լուրեր էին տարածվում, որ դեկտեմբերի 28-ին վերջին տարեվերջյան պատարագին Փաշինյանը պետք է անձամբ գնա Մայրաթոր եւ այնտեղ ինչ-որ գործողություններ պետք է տեղի ունենան, բայց Փաշինյանը այսօր ճեպազրույցում հերքեց այդ լուրերը ու ասաց, որ ինքը այս տարեվերջյան պատարագին գնալու է Գառնի։ Ինչ է տեղի ունենում, արդյոք դեկտեմբերի 18-ի Մայրաթոռում տեղի ունեցած դիմադրությունը փոխեցին Փաշինյանի ծրագրերը։ Ես չեմ կարող ասել դա փոխեց, թե այլ, միգուցե հանգամանքներ, այդ թվում նաև թե Ռուսաստան այցը, թե ես չգիտեմ տեսել եք թե չէ, երեք Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի տեղակալն է բավականին կոշտ հայտարարությամբ հանդես եկել։ Այս ամեն ինչը բնականաբար չի կարող ազդեցություն չունենալ, դրա համար այս անգամ ոնց որ թե պատարագի գնում է հեթանոսական տաճար։ Իսկ օրինակ Ռուսաստան այցը եւ Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարարի կոշտ հայտարարությունները ինչու են սթափեցրել Փաշինյանին։ Փաշինյանը կարող է վախենում է, որ դա կարող է դուրս գալ պետության ներսից, սահմաններից։ Պետության սահմաններից ամեն ինչ վաղուց է դուրս եկել, ինքը դրանից դժվար վախենա, որովհետեւ եթե պետության սահմաններից դուրս օրինակ Կայա Կալասը հայտարարում է ինչ-որ բաների մասին, որը օրինակ բերելով նաև Մոլդովայի օրինակը, չեմ կարծում, որ ամեն ինչ պետության ներսում է որոշվում, պարզապես այստեղ խնդիրը նրանում է, որ այսօրվա իշխանությունները եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը այնինչ ունեցել է ժամանակին 7-7.5 տարի առաջ, այդ ռեսուրսներից շատ քիչ բան է մնացել։ Իհարկե ինքը ձեռքեր է բերել ռեսուրսների, մասնավորապես ուժային հատվածը, որը այսօր իր հենասյուներից մեկն է, ռեսուրսային, բայց նրա մյուս հիմնական ռեսուրսը դա աշխարհաքաղաքական, մասնավորապես Եվրամիության, այդ բանը եւ հանկարծ Մեծ Բրիտանիայից գալիս է նման թուղթ, որը բնականաբար, ամեն դեպքում նախազգուշացում է։ Ենթադրում եմ, որ սա ավելի շատ դրա հետ է կապված, քան նրա, որ դուրս կգա Հայաստանից, ինչը դուրս կգա, նորա դուրս եկել։ Շատ լավ։ Պարոն Քոչարյան, գանք ներքաղաքական իրադրությանը 2026 թվականի ընտրությունների նախընթաց քաղաքական ակտիվ շրջան է սկսվելու։ Մեր ձևով շարժումը արդեն տարեկան հաշվետու ժողով գումարեց, հայտարարեց, որ մասնակցելու է 2026 թվականի գալիք ընտրություններին։ Սամվել Կարապետյանի նամակը եւս ընթերցվեց։ Կարող ենք խոսել այս մասով, ըստ ձեզ ինչպես է շարժումը ընկալվում հասարակության կողմից եւ ով կլինի ապագա առաջնորդը։ Ով կլինի չեմ կարող ասել, ես կարծում եմ պետք է իրենցից հարցնել, որովհետև մի քանի անգամ, այսպես ասվել է, որ կլինի մարդ, որը ընկալելի կլինի շատերի համար կամ բոլորի համար եւ այլն, բայց ասվել է, որ Նարեկ Կարապետյանի կողմից, որ հաստատ չեն լինի 3 նախագահները, այսինքն մի քանի բան ասվել է, բայց այնուամենայնիվ դա ես չեմ սիրում, այդտենց ինչ-որ կոֆեի բաժակ նայելով ասել ով կլինի, ավելի ճիշտ կլինի իրենք սպասենք իրենք ասեն, բայց որ մեր ձևով շարժումը բավականին լուրջ եւ բավականին ագրեսիվ մտել է դաշտ, դա փաստ է, փաստ է նա այն, որ նրանք աշխատում են ոչ միայն մեդիա եթերային կամ ինտերնետային հարթակներում, այլ նրանք հանդիպումներ են ունենում բավականին հաճախ այդ օֆլայն հասարակության հետ, դա ինձ թվում է անզեն աչքով տեսանելի է։ Պարոն Քոչարյան, իսկ եթե օրինակ մեր ձևով շարժումը շուտ հայտարարի իր ապագա տեխնացուի անունը, ինչ խնդիրներ կառաջանան, վաղ չկա, որ կարող է իրեն եւս կալանավորեն
Չէ, ես ամեն տեսակի վախել կա, ավելին ասեմ, անգամ եթե չասեն վերջի պահին կարող են կալանավորել, կարող են վերջին պահին չգրանցել ընդհանրապես այդ ուժը։ Ես կարծում եմ դրա մասին գիտեմ ոչ միայն ես, այլ գիտեն նաև մեր ձևով շարժման լիդերները, մասնակիցները, դրա համար կարծում եմ նրանք պետք է ունենան մի քանի սցենար զարգացումների։ Պարոն Քոչարյան, Հայկ Մարությանը եւս հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին, սա լուրջ ինչ-որ սցենարով կգնա, թե միայն կփոշիացնի ընտրաձայները։ Չեմ կարող ասել, ինչ կփոշիացնի, թե կկարողանա այնուամենայնիվ Հայկ Մարությանը հաղթահարել, որովհետեւ նույն Երևանի ընտրությունները ցույց տվեցին, որ ինքը բավականին ձայն է հավաքել Երևանում։ Իհարկե դրանից հետո շատ ջրեր են հոսել եւ նա սկսեց պայքարել տրանսպորտի թանկացման դեմ, կարծեք թե պայքարը չստացվեց, հետո հետ քաշվեց, ընդհանրապես չկար կարծեք թե քաղաքական դաշտում հիմա նորից հայտարարություն է արել, ես չեմ ասում, որ նույնությամբ կկրկնվի պետարանի պատկերը, բայց այնուամենայնիվ լրիվ դուրս գրել եւ ասել, որ Հայկ Մարությանը միայն փոշիացնող է, ամենևին ոչ։ Ես համաձայն չեմ, որովհետեւ ամենայն դեպս ես լսել եմ այնպիսի ուժերից եւ անհատներից մասնակցության իրենց, որ առաջադրվելու են մասնակցելու են, որ հաստատ այն նրանք շանս չունեն։ Եթե համեմատում ենք Հայկ Մարությանը այնուամենայնիվ էլեկտորալ առումով նշանակալից ֆիգուր է։ Պարոն Քոչարյան, խոսենք նաև հայ-ադրբեջանական այս վերջին ակտիվ շփումներից, կողմերը մեկ անգամ չէ որ խոսել են ապաշրջափակման թեմայի մասին, նաև կարելի ասել, որ Ցորեն 1 եւ Ցորեն 2 օպերացիան տեղի ունեցավ, առաջինի դեպքում Ցորեն եկավ Հայաստան, երկրորդի դեպքում նավթ բերեցին, ըստ ձեզ հաջորդ փուլում ինչ նոր միջոց կգա Հայաստան, որպեսզի հայ ժողովրդին համոզեն, որ խաղաղությունն այլևս իրողություն է։ Ինչ ասես կարող է գալ, սկսած պոմիդորից նռից վերջացրած չգիտեմ ինչով էական չի, կամ չգիտեմ ասենք հանքային ջրով էական չի։ Բայց խնդիրը նրանում է, որ նախ Ցորենը հասկանալի է, դա ընդհանրապես Ադրբեջանի հետ կապ չուներ, ընդհանրապես Ադրբեջանի տարածքով էր, ընդ որում ոչ ոք չի հարցնում։ Լավ ժողովուրդ, բա մինչև հիմա ոնց էր գալի այդ Ցորենը։ Իսկ միգուցե ավելի կարճ էր գալիս էր, չէ՞, օթից չէր գնում այդ Ցորենը, ինչ որ ճանապարհով էլի գնացքով գալիս էր։ Այսինքն կարելի է ենթադրել, որ սա զուտ քաղաքական ակցիա է, իբր հայ-ադրբեջանական հարաբերությունների լավացման, այսպես լավացման ուղղված քայլեր, առաջին քայլերն են, դա ամեն կերպ փորձում են հրամցնել Հայաստանի իշխանությունները, բայց այդ նույն ֆոնին այո Ադրբեջանը թույլ է տալիս, որ իր տարածքով գա բան, այո Ադրբեջանը վաճառում է բենզին, էական չի, ինչ բենզին, ոնց, բայց խնդիրը նրանում է, որ դրան զուգահեռ Ալիևը պերմանենտ, ամենօրյա ռեժիմով իր ռետորաբանությունը չի փոխում։ Ինքը միշտ հայտարարում է Զանգեզուրի միջանցք ֆրազան, միշտ հայտարարում է 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, միշտ հայտարարում է Երևանի մասին եւ այլն եւ այլն։ Այդ ես չէ որ պետք է ասեմ, դա ասում եմ ամենօրյա ռեժիմով է ասվում, անձամբ Ալիևի եւ Ադրբեջանի շատ այլ բարձրաստիճան չինովնիկների կողմից։ Եվ պարոն Քոչարյան, խոսենք նաև Փաշինյանի Սանկտ Պետերբուրգյան այցի մասին։ Ռուս փորձագետներն այն կարծիքին են, որ Փաշինյանը չստացավ այն արդյունքը, որի հետևից գնացել էր։ Ըստ ձեզ այդպես է, արդյոք Փաշինյանը այնտեղ որոշակի արդյունքներ չարձանագրեց։ Չեմ կարող ասել, ես չեմ սիրում պատասխանել։ Ըստ տարածված հաղորդագրության կողմերի միջև։ Գիտեք, այն ինչին ես չեմ տիրապետում, ես աշխատում եմ այդ թեմայի շուրջ չխոսել։ Իսկ հիմա որ փուլում է հայ-ռուսական հարաբերությունները։ Շատ հետաքրքիր եւ ռոմանտիկ փուլում է, ես կասեի, որովհետեւ մի կողմից անընդհատ արդեն վերջին 1-2 տարին իշխանական քարոզչական մեքենան պնդում է
հիբրիդային պատերազմի մասին ավելին ասեմ, Կայա Կալասը դրա համար գումար է հատկացնում Եվրամիության անունից, բայց ես դեռ չեմ լսել, որ Հայաստանի իշխանությունները հստակ ֆիքսեն, թե Հայաստանի դեմ ով է վարում այդ այսպես կոչված հիբրիդային պատերազմը։ Ես չեմ լսել, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը, Արադ Միրզոյանը կամ չգիտեմ ով կա այնտեղ, Սուրեն Պապիկյանը, ի պաշտոնե մարդիկ, ովքեր պետք է խոսեն դրա մասին, ասեն, որ այո, Ռուսաստանն է մեր դեմ։ Դրա համար ենք մենք դիմել Եվրոպային, որ Ռուսաստանը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ։ Ես շատ եմ ուզում լսել, թե ով է վարում Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ, որովհետև հակառակ պարագայում դա հերթական բլեֆն է դառնում։ Եթե չեն ասում ով է վարում, ու այլ մոլորակայինները չեն վարում։ Ինչ որ մեկը վարում է, ով Իրանն է, Ռուսաստանն է, ով է Չինաստանն է, Թուրքիան է, Ադրբեջանն է, ով է մեր դեմ վարում այդ հիբրիդային պատերազմը։ Եվ պարոն Քոչարյան, մի դեպք էլ տեղի ունեցավ Փաշինյանի Պետերբուրգյան այցի ժամանակ։ Փաշինյանը մյուս ղեկավարների հետ գնացել էր Էրմիտաժ եւ այդպես շրջայցի ժամանակ նրան տարան ու հայկական այդ սրահը ցույց տվեցին։ Ինչով էր սա պայմանավորված։ Արդյոք այստեղ ինչ որ քաղաքական տարեր կարելի է գտնել թե ոչ։ Դե այնտեղ ինձ համար այդքան հայկական այդ հատվածը չէր, ինչքան հետո արդեն այդ Դվարցովի պլոշիջում, երբ որ Պուտինը բացատրում էր, թե այդ Ալեքսանդրիվսկի այդ կալոնան ոնց է կանգնած, դա ինձ համար շատ ավելի հետաքրքիր էր, ոնց որ առաջի դասարանցում բացատրեիր, ասենք մարտով անցել է մի թեթև պատմություն կամ մի երկու գիրք է կարդացել, գիտի ոնց է կանգնած այդ բանը, որը նվիրված է իդեպ Ալեքսանդր առաջինին, Նապոլեոնին հաղթելու այդ բանին։ Ինձ դա ավելի զվարճալի էր, քան այն, որ Էրմիտաժում ցուցադրվում էր հայկական հատվածը, նախ սկսենք նրանից, որ Էրմիտաժը ինքը իրենով բավականին խոր արմատներով կապված է հայկականության հետ այն առումով, որ առաջին տնօրենը եղել է Օրբելին, որը իդեպ բոլշևիկների ժամանակ բավականին լուրջ քանակությամբ արվեստի գործեր է կարողացել պահել, որովհետև այն ժամանակ ուզում էին եւ վաճառել են շատ բաներ, որովհետև Ռուսաստանում սով էր, որպեսզի կարողանան ինչ-որ բաներ գնեն, վերջացրած նրանով, որ այնտեղ Պյատրովսկիներն են եղել տնօրեններ, հերթով սկզբից հայրը, հիմա որդին է, որը իդեպ, եթե չեմ շուտում, հենց Հայաստանում էլ ծնվել է, երբ հայրը այստեղ զբաղված է եղել, այդ կոնկրետ ուսումնասիրություններով եւ այսօրվա տնօրենի մայրը հայ է, որովհետեւ Պյատրովսկին ամուսնացել էր հայու հետ։ Ուզում եմ ասեմ, այս կապերը այնքան մեծ են, կոնկրետ եթե խոսում ենք Էրմիտաժ որպես մշակութային օջախ, այնպես որ դա կարող էր պարզապես այդպես էլ լինել, որպեսզի ասեին, որ այստեղ քո հայրենակիցների մեծ ներդրումը կա։